Իրավապաններ կան այստեղ։ Չգիտեմ այս պահին, ես նոր եմ։ Թե ոչ։ Իհարկե պիտի ունենա։ Խոզարկություններ են իրականացում, ինչ է կատարվում։ Իրապես տեղյակ չեմ։ Հիմա ժողով են տանում։ Ներողություն, անհանգստությունը ինչ մտակ ասեք։ Պարոն Պողոսյան, խոսեք մեզ ունեք տեղեկատվություն։ Տեղեկություններ դուք ունեք։ Մենք Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գտնվում են հետևի մասում, վեհարանի հետևի։ Միքայել Սրբազանը ստեղ է։ Ես հանդիսանում եմ մի փաստաբանը, ինքը տեղյակ է, կխնդրեմ իր մոտ։ Նրա նկատմամբ քրեական վարույթ կա, Այս պահին տեղեկություններ չունենք, գիտենք, որ գործողություններ են։ Չեմ կարող ասել։ Փաստաբանն Միքայել խնդրում եմ, պարոն Պողոսյան, փորձեք թույլտվություն խնդրել մեզ համար, որ արդյունավետ 24 News-ի հարգելի հետևորդներ, ինչպես լսեցիք Միքայել Սրբազանի փաստաբան Պողոսյանը ասաց, որ ազգային անվտանգության ծառայությունը գտնվում է զուգահեռաբար հարգելի։ Ձեր ցավը տանեմ, ես ինչ ասեմ։ Հիմա զուգահեռաբար մտեք թույլտվություն Դե խնդրեք։ հեսա սպասում, ես չեմ կարող այստեղը թողել գնալ։ Հիմա խառն։ մեկին խնդրենք, թող մոտենա հարցնի։ Դե գնացին, ասեցին, հոգևորական կամ մեր տղաներից կամ կասեն կամ չգիտեմ, համբերեք, իրավիճակ չելի խառը։ Համբերեք, բայց իրավիճակը Հասկանում եմ, ոնց դուք հասկանում եք, չէ՞, որ իրավապահները կարող են բռնությամբ տանել եւ այդ փաստերը չլինեն։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այս զավակների Աստվածչանի, բայց միգուցե ժամանակ արդեն բանալին եկա, չգիտեմ, հələ համբերեք դե սպասենք ստե։ Չէ, կոտրել ես, սրբավայրի դուր կարելի է կոտրել։ Չէ, չի կարելի։ Ես հարգում եմ փաստաբան Միհրան